Բարև ձեզ, սիրելի եղբայրներ եւ քույրեր։ Ուրախ եմ կրկին ձեզ հետ լինել։ Այսօր տնված ուսումնասիրության մեջ եւ մենք շարունակում ենք մեր ճանապարհը ծննդոցից մինչեւ հայտնություն։ Գրքից գիրք, փնտրելով մեկ անձ Հիսուս Քրիստոսին։ Նախորդ հանդիպմանը տեսանք Քրիստոսին որպես սիրո ծառա։ Այսօր մենք բացում ենք Ելից 23-24 գլուխները, որտեղ Աստված խոստանում է իր հրեշտակի առաջնորդությունը եւ հաստատում է ուխտը արյունով ու սուրբ ընթրիքով։ 23-րդ գլխում Աստված ասում է. «Ահա ես իմ հրեշտակն եմ ուղարկում քո առջևից, իմ անունը նրա մեջ է»։ Այս հրեշտակը պարզապես արարած չէր, այլ Աստծո ներկայությունը, ով իշխանություն ուներ մեղքեր ներելու կամ չներելու։ Սա հենց Հիսուս Քրիստոսն է։ Տիրոջ հրեշտակը, նա այն առաջնորդն է, ում մեջ բնակվում է Աստծո ողջ լիությունը։ Հիսուսն այստեղ մեր հաղթական առաջնորդն է, ով գնում է մեր առջևից, հարթելով ճանապարհը եւ պաշտպանելով մեզ թշնամիներից։ Նա մեզ չի թողնում մոլորվել անապատում, այլ իր անվան զորությամբ առաջնորդում է դեպի խոստացված երկիրը։ Գլուխ 24-ում տեղի է ունենում մի սուրբ արարողություն։ Մովսեսը զոհաբերված կենդանիների այրունը ցողում է ժողովրդի վրա եւ ասում. «Սա է ուխտի այրունը»։ Այնուհետև Իսրայելի ավագները բարձրանում են լեռը, տեսնում են Աստծո փառքը եւ ուտում ու խմում են նրա ներկայությամբ։ Սա Հիսուս Քրիստոսի վերջին ընթրիքի եւ սուրբ հաղորդության ուղղակի պատկերն է։ Հիսուսն այստեղ մեր հաղորդության տերն է։ Վերնատանը նա վերցրեց բաժակը եւ ասաց. «Այս է իմ այրունը նոր ուխտի»։ Ինչպես լեռան վրա ավագները հացը կիսեցին Աստծո փառքի տակ, այնպես էլ մենք այսօր Քրիստոսի միջոցով հաղորդակից ենք դառնում Աստվածային բնությանը։ Հիսուսը այն շաբթուղ հատակն է, որի վրա մենք կանգնած ենք, եւ այն կյանքը, որը մենք ճաշակում ենք։ Այսօրվա դասը մեզ համար հետևյալն է. Աստված մեզ հետ չի շփվում պարզապես հեռվից, նա ուզում է ուխտի մեջ լինել մեզ հետ։ Այդ ուխտը հաստատվել է ոչ թե ցուլերի արյունով, այլ Քրիստոսի թանկագին սուրբ արյունով։ Արդյոք դու լսում ես քո առջևից գնացող առաջնորդի ձայնը, թե փորձում ես քո ճանապարհը հարթել։ Եվ երբ մոտենում ես Աստծուն, մի մոտեցիր վախով, այլ Քրիստոսի այրանը վստահությամբ։ Նա քեզ կանչում է իր սեղանին ոչ թե որպես ծառա, այլ որպես ուխտի զավակ, որպեսզի ուտես եւ խմես նրա սիրո ներկայությամբ։ Մատթեոս 26:28-ը ասում է, որովհետև այդ է նոր ուխտը, իմ այրունը, որ շատերի համար թափվում է մեղքերի թողության համար։ Եվ նույնը հայտնության երգի 20-ը ասում է, ես կմտնեմ նրա մոտ եւ ընթրիք կանեմ եւ նա էլ ինձ հետ։ Սիրելիներ, Հիսուս Քրիստոսը մեր առաջնորդն է եւ մեր ուխտի հիմքը։ Նա մեզ համար լեռը բարձրացավ իր այրամբ, մեզ սրբելով հրավիրել հավիտենական հաղորդակցությանը։ Այսօր քայլեք այդ ուխտի գիտակցությամբ, որովհետև Տերը ձեր կողքին է։ Եկեք աղոթենք։ Տեր Հիսուս, շնորհակալ եմ, որ դու իմ առջևից ես գնում եւ պաշտպանում ես ինձ իմ կյանքի ճանապարհին։ Շնորհակալ եմ քո այրան համար, որով ինձ ուխտի մեջ դրեցիր հոր հետ։ Խնդրում եմ ամեն օր ինձ հաղորդակից դարձրու քո սիրուն եւ քո փառքին։ Թող իմ կյանքը լինի մի հավիտենական ընթրիք քեզ հետ։ Ամեն։ Սիրելիներ, թող Աստված օրհնի ձեզ ամեն մեկի ձեր ընտանիքներով հանդերձ
Եվ եթե ունեք ինչ-որ ձեր կարծիքներ մեկնաբանություններում, կարող եք գրել, թե դուք ինչպես եք տեսնում ելիցի այդ գլուխներում։ Աստված օրհնի ձեզ, կհանդիպենք Աստծո կամքով վաղը։